Բանավեճին չմասնակցելով այսօրվա արդյոք ցույց չեք տալիս կամ այն կարծիքները չեք վերահաստատում, որ խուսափում եք Նիկոլ Փաշինյանի հետ դեմարդեմ հանդիպումից։ Այսինքն ինչ ես եմ խուսափում։ Դե գնացեք ինչ կասեք դիմաց։ Բայց կարող է չեմ ասում, հիմա այսքան մարդ ստե հավաքվել են, որ լիարժեք ասենք թե ինձ են սպասում իրենց ղեկավարին։ Ես առանց ինձ կլներ այս բանը։ Ոչ դա մենք ամիս առաջ ենք մենք որոշացել է, որ այսօր մենք պետք է կազմակերպում մեծ հանրավան։ Չեք կարծում, որ ձեր քվեները կնվազեն լիդերների բանավեճին ձեզ չտեսնելով։ Մեր քվեները երբեք չեն նվազի, այլ լիարժեք մեր քվեները կան, ժողովուրդը սպասում է, գիտեմ որ Ծառուկյանը իր խոսքի տերն է, ինչ որ ասել է, դա իրականություն է դարձելու։ Այսօր ժողովրդի խնդիրը, պրոբլեմը, ուզող հարցերը ասել եմ եւ ասեմ, որ իմացեք հնարավորության դեպքում, որտեղ անմիջապես դա լուծելու ենք, այսքան բան։ Պարոն Ծառուկյան, ընտրություններից հետո կմնաք Հայաստանում, եթե իշխանության չգաք։ Երբեմն Հայաստանը երկիրն է, ոչ մի քայլ ետ չեն գնալու։ Իրենք թող մտածեն, իրենք որտեղ են տեղավորվելու։ Էլ իրանք տեղ չունեն, մնալու տեղ չունեն, ասելու բան չունեն, 8 տարի խաբել են, հողերն են ազնել, ժողովրդին դերեսարկել են տուգանքի մատները։ Ուրիշ բան չունեմ։ Պարզապես որ ասվել է, որ դուք պետք է անազատության մեջ հայտնեք, հնարավոր է երկրից հեռանալ։ Բացառված է, ես իմ երկու մնալ եմ, հեռացողները թող հեռանան։ Պարոն Ծառուկյան, պարզապես ես չեմ խոչընդոտում ձեր քայլը։ Ես չեմ ասում դու խոչընդոտ, բայց սահմանափակ եք, Դեմ եք խոսքի ազատությանը։ Ոչ, ես ասել եմ միակ մարդն է, որ ցանկացած հարավակի ժան, չեմ ասել բռնեք, տարեք, հեռացեք, ասեմ ասա, քննադատես, տեղին քննադատես, եթե տեղին կընդունեմ, եթե ոչ կպատասխանեմ, ինչի մարդը ումից պետք է խուսափի, ինչի համար։ Նարեկ ջան, թող թիմին ողջունի էլի։ Որ առածից համար, Նարեկ ջան, ասա։ Դե դեպքում ինչի հարցերին չեք պատասխանում։ Որ արդին չեմ պատասխանում։ Դուք արդեն ունեք տեսնականը, թե ինչպես պետք է Չինաստանին եւ Ամերիկային համոզեք, որ Հայաստանի երաշխավորություն ապահովեն։ Եղբայր ջան, համոզելու ոչ մի խնդիր չկա, եղբայր ջան։ Ես ասում եմ, ամեն ինչն էլ կա, ծրագիրն էլ կա, պայմանավորությունն էլ կա, թիմն էլ կա, պետք է միայն ճիշտ մոտեցում ու կարողանանք կազմակերպել ապահովել մեր ժողովրդին։ Պարզապես իրանք կոնֆլիկտի մեջ են հիմա, ինչպես եք դուք իրանց Հայաստանի մի օրում կկարգավորեմ, մի օր։ Եվ վերջում Նարեկ ջան, լավ է։ վարչապետի թեկնածուի հետ կապված։ Եկա ժամանակը կասենք, բան չի մնացել։ Կասեմ ապա, շնորհակալություն։